Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես Հարություն Մինասյանն եմ։ Այսօր լուրեր չեն լինելու, այս հաղորդումը մեկ թեմայի շուրջ է, որովհետև կա մի թեմա, որը շատ է անհանգստացնում մեր հայրենակիցներին։ Կարող են այսօր Միացյալ Նահանգներում ստանալ կամ թարմացնել CDL-ը առանց green card-ի։ Մանրամասն այսօր կբերլուծենք ինչ է եղել, ինչպես է հիմա ու ինչ է սպասվում։ Այսօր հազարավոր մարդիկ Միացյալ Նահանգներում կանգնած են մի շատ պարզ, բայց կյանք փոխող հարցի առաջ, կարող են արդյոք ստանալ կամ թարմացնել իրենց առևտրային վարորդական իրավունքները CDL-ը, եթե green card չունեն։ Որովհետև տարիներ շարունակ այս հարցի պատասխանը հարաբերականորեն պարզ է եղել, եթե մարդը օրինական էր գտնվում երկրում, ուներ աշխատանքի թույլատվություն եւ համապատասխանում էր մասնագիտական չափանիշներին կամ պահանջներին, նա կարող էր ստանալ կամ նորացնել CDL-ը, բայց սահմանափակ ժամկետով։ Այդ իրավունքը կապվում էր փաստաթղթի ժամկետի հետ եւ համարվում էր օրինական աշխատանքի միջոց։ Բայց վերջին շրջանում մարդիկ սկսեցին գնալ DMV ու լսել միևնույն նախադասությունը։ Առնվազն green card է պետք։ Ոմանք դա լսեցին Կալիֆոռնիայում, մյուսներ Արիզոնայում, Նյու Յորքում կամ այլ նահանգներում եւ հենց այստեղ էլ առաջացավ հիմնական խառնաշփոթը, սա նահանգային որոշում է, թե դաշնային մակարդակի խստացում։ Որոշ նահանգներում գործընթացը սառեցված է, որոշներում խստացված, իսկ որոշ DMV-ներ պարզապես սպասում են վերևից հրահանգի։ Գիտեմ, սա տեխնիկական հարց չէ։ Սա հարց է աշխատանքի, եկամտի, ընտանիքի կայունության եւ նույնիսկ տնտեսության մասին։ Եթե CDL-ը հնարավոր չէ թարմացնել, մարդը չի կորցնում միայն փաստաթուղթը, նա կորցնում է աշխատանքը։ Իսկ երբ հազարավոր մարդիկ են միաժամանակ կորցնում այդ հնարավորությունը, դա արդեն դառնում է համակարգային խնդիր։ Այս հաղորդման ընթացքում մենք հերթով կբացենք ինչու է այս հարցը առաջացել, ինչ են ասում ընդհանրապես դաշնային իշխանությունները, ինչ են նահանգները ասում եւ ինչու են հայտնվել այս ճնշման տակ եւ ինչ դեր ունի դատարանը ու վերջապես ինչ հետևանքներ կարող է ունենալ սա ոչ միայն վարորդների, այլ ամբողջ երկրի համար։ Բայց ամեն ինչ սկսվում է հենց այս հարցից. կարող է այսօր մարդը Միացյալ Նահանգներում ստանալ կամ թարմացնել CDL-ը առանց green card-ի, եւ եթե ոչ, ապա ինչու։ Ինչպես էր աշխատում համակարգը նախկինում եւ ինչն է իրականում փոխվել հիմա։ Որպեսզի հասկանանք ինչու այսօր այսքան մեծ խառնաշփոթ, պետք է մի քայլ հետ գնանք ու տեսնենք ինչպես էր աշխատում CDL համակարգը մինչև ճգնաժամը նախկինում համակարգն ասում էր հետևյալը. քանի դեռ դու օրինական ես այստեղ եւ իրավունք ունես աշխատելու, կարող ես նաեւ վարել առևտրային մեքենա, օրենքի շրջանակում իհարկե։ Սա միատեսակ չէր բոլոր նահանգներում, բայց ընդհանուր էր մոտեցումը, բոլորի մոտեցումը նույնն էր։ Նահանգային DMV-ները օգտվում էին դաշնային SAFE համակարգից ստուգելու մարդու օրինական ներկայությունը եւ այդ հիմքով էլ տալիս էին սահմանափակ ժամկետով CDL։ 2025 թվականին դաշնային մակարդակում սկսվեց խստացման գործընթաց։ Դաշնային փոխադրումների անվտանգության վարչությունը հայտարարեց, որ տարիների ընթացքում CDL-ի համակարգում կուտակվել են լուրջ խնդիրներ։ Նրանց գնահատմամբ որոշ նահանգներում լիցենզիաներ էին մնում ուժի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ վարորդի վիզան կամ աշխատանքի թույլատվությունը ավարտված էր։ Կային նաև դեպքեր, երբ CDL էին ստացել մարդիկ, որոնք անգամ չէին էլ համապատասխանում պահանջներին, նույն ինքը ունենալ այդ նվազագույն աշխատանքի թույլատվությունը թեկուզ։ Դաշնային կողմը սա ներկայացրեց որպես անվտանգության խնդիր։ Նրանց խոսքերով, եթե համակարգը թույլ է տալիս, որ ապօրինի կամ չստուգված կարգավիճակ ունեցող մարդը շարունակի վարել 40 տոննա բեռնատար, ապա վտանգի տակ է դրվում հանրային անվտանգությունը։ Եթե նախկինում հարցը դրվում էր ունես օրինական ներկայություն եւ աշխատանքի թույլատվություն, ապա նոր մոտեցման մեջ հարցը սկսվում է կամ հնչում է այսպես. այստեղ ապրելու մշտական իրավունք ունես։ Եվ այստեղ է, որ շատերի համար խաղի կանոնները փոխվեցին։ Green card չունեցող հազարավոր վարորդներ, որոնք տարիներ շարունակ օրինական աշխատել էին, հանկարծ հայտնվեցին մի իրավիճակում, որտեղ իրենց նախկին օրինական ճանապարհը այլևս վստահելի չէր համարվում։ Նույն փաստաթղթերը, որոնք երեք բավարար էին, այսօր կարող էին մերժման պատճառ դառնալ։ Ավելին, այս փոփոխությունը միանգամից եւ հստակ չի ներկայացվել մարդկանց։ Ես ամեն դեպքում չեմ հիշում, որ կա այդպիսի մի օր, երբ ասվեց բարձրաձայն բոլորի համար, որ այսօրվանից այլևս չի կարելի դա անել։ Փոխարենը սկսվեց այն, ինչ այսօր բոլորս ենք տեսնում, տարբեր պատասխաններ, տարբեր նահանգներում, տարբեր մոտեցումներ, տարբեր DMV-ներում եւ լիակատար անորոշություն վարորդների համար։ Այսպիսով խնդիրը ոչ միայն այն է, որ կանոնները խստացվել են, խնդիրը նաեւ այն է, որ հին եւ նոր համակարգերի միջև անցումը այդ տեղի է ունեցել շատ կտրուկ, անթափանց եւ առանց մարդկանց պատրաստելու։ Եվ հենց սա է բերում մեզ հաջորդ հարցին, եթե համակարգը այսպես փոխվեց, ինչն էր դրա իրական շարժիչ ուժը։ Դաշնային մակարդակում այս գործընթացի մեկնարկը տրվել է աուդիտներով։ Հիմնականում շեշտվում է, որ ճանապարհային անվտանգությունն է պատճառը։ Մի քանի ծանր վթարներ, այդ թվում մահվան ելքով դեպքեր,
Դրանց մասին մի քանի անգամ մենք խոսել ենք մեր լուրերի ընթացքում։ Քաղաքական օրակարգ բերեցին հարցը ով է նստում ծանր բեռնատարի ղեկին եւ արդյոք բավարար վերահսկողություն կա։ Այստեղ շեշտը դրվեց ոչ միայն վարորդական հմտությունների, այլ նաեւ անգլերենի իմացության վրա որպես անվտանգության կարևոր բաղադրիչ։ Սակայն այս ամենի կողքին կա նաեւ այլ շերտ, որի մասին ավելի քիչ են խոսում կամ նույնիսկ չեն էլ խոսում, թեև շատերի համար դա ակնհայտ է։ Սա ներգաղթային քաղաքականության ընդհանուր խստացման համատեքստում է տեղի ունենում։ Երբ պետությունը փորձում է խստացնել վերահսկողություն ներգաղթի ոլորտում, անհրաժեշտ ճնշման կետերից մեկը դառնում է նաև աշխատանքը, իսկ CDL-ը հենց աշխատանք է, տեսանելի, վերահսկելի եւ մեծ թվով մարդկանց ընդգրկող։ Այստեղ սկսվում են խառնվել տարբեր տրամաբանություններ։ Դաշնային իշխանությունն ասում է, սա անվտանգության հարց է եւ կանոնների պահպանում։ Նահանգները փորձում են պաշտպանել իրենց համակարգը ու խուսափեն ֆինանսական պատժամիջոցներից, իսկ վարորդներն էլ հայտնվում են այս երկուսի մեջտեղում, առանց հստակ պատասխաններին որում։ Խնդիրը խորանում է նաև այն պատճառով, որ վերահսկողությունը հաճախ չի կատարվում անհատական մոտեցմամբ։ Տեսեք, փոխենը գործում է զանգվածային տրամաբանություն, բոլորն են հայտնվում կասկածի տակ, անկախ նրանից տվյալ մարդը տարիներ շարունակ ինչպես է աշխատել, եւ հենց այստեղ է, որ անվտանգության փաստարկը սկսում է բախվել արդարության եւ նույնիսկ արդարադատության հարցին։ Եթե խնդիրն իսկապես անվտանգությունն է, ապա ինչու չեն տարբերակում այն վարորդներին, որոնք երկար տարիներ աշխատել են առանց խախտումների։ Եթե խնդիրը փաստաթղթային բացերն են, ապա ինչու չեն դրանց պատասխանատվությունը ամբողջությամբ դնում հենց կոնկրետ վարորդների վրա, ոչ թե համակարգի կամ համընդհանուր բոլոր վարորդների վրա։ Կալիֆոռնիայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում։ Նահանգը փորձում է ժամանակ հիմաշայել։ Դաշտային իշխանությունները հայտարարեցին, որ նահանգը կորցնի մինչև $160 միլիոն դաշտային ֆինանսավորում այն բանի համար, որ չի շտապում չեղարկել մոտ 17,000 առևտրային վարորդական իրավունք։ Դրանից առաջ արդեն պահվել էր 40 միլիոնը անգլերենի իմացության պահանջների չկիրառման պատճառաբանությամբ։ Այս գումարները ներեցեք, տեսական թվեր չեն, դրանք իրականում շատ կարևոր են։ Ճանապարհների վերանորոգման համար են, անվտանգության ծրագրերի, ենթակառուցվածքների համար են նախատեսված, այսինքն մի կողմից խոսվում է անվտանգության մասին, բայց մյուս կողմից էլ կրճատվում է հենց անվտանգությանն ուղղված այդ միջոցները։ Միացյալ Նահանգներում բեռնափոխադրումների ոլորտը վաղուց ունի վարորդների պակաս։ Երբ հազարավոր վարորդներ միաժամանակ դուրս մնան այս համակարգից, բեռների տեղափոխումը կդառնա ավելի թանկ, ավելի դանդաղ ու ավելի անկայուն։ Սա ի վերջո փոխանցվելու է գնաճի։ Ապրանքների մատակարարման ուշացումներ կլինեն շուկաների լրացուցիչ ճնշման տեսքով։ Ավելի հաճախ անտեսված հետևանքը հասարակական լարվածությունն է։ Երբ ամբողջ գործընթացը ընկալվում է ոչ թե տեխնիկական կարգավորում, այլ որպես ընտրովի ճնշում որոշ խմբերի վրա, սկսվում են բողոքներ, դատական հայցեր ու անվստահություն պետական համակարգի հանդեպ։ Սա դուրս է գալիս CDL-ի շրջանակից ու դառնում է իրավական ու քաղաքացիական խնդիր, եւ այստեղ է պատմությանը միախառնվում դատարանը։ Երբ խոստումները սկսեցին գործնական հետևանքներ ունենալ, հազարավոր վարորդներ հայտնվեցին անորոշության մեջ, գործընթացը տեղափոխվեց արդեն դատարան։ Սա կարևոր պահ էր, որովհետև հենց այստեղ հարցը դադարեց լինել միայն վարչարարական ու դարձավ իրավական։ Դատարանը, որը զբաղվում է այս գործով, դաշնային վերաքննիչ դատարանն է։ Սա կարևոր է եւ հստակ է պետք նշել։ Սա նահանգային դատարան չէ, ոչ էլ ինչ-որ տեղական մարմին, սա այն մակարդակն է, որտեղ քննվում են դաշնային կանոնների օրինականությունը եւ որի որոշումները կարող են տարածվել ամբողջ երկրի վրա։ Դատարանը դեռևս չի ասել ով է ճիշտ, ով է սխալ։ Այն այս պահին արել է մեկ բան, ժամանակավորապես կասեցրել է նոր խիստ կանոնների ամբողջական կիրառումը։ Սա իրավական լեզվով կոչվում է ընդհանրապես ժամանակավոր կասեցում, բայց պարզ ասած, դատարանն ասել է. «Մինչև պարզենք այս կանոնը օրինական է, արդար է եւ համաչափ, այն ամբողջ ուժով մի կիրառեք»։ Եվ ինչն է կարևոր այս ժամանակավոր որոշման մեջ, դատարանը չի հայտարարում, որ առանց green card-ի CDL ունենալը լիովին օրինական է, բայց նաև չի ասում, որ բոլոր նման լիցենզիաները պետք է անհապաղ չեղարկվեն, այն պարզապես կանգնեցնում է գործընթացը ժամանակ շահելու համար։ Եվ հենց այստեղ է, որ սկսվում է երկրորդ этаպը ու խառնաշփորտը։ Դաշնային մարմինները շարունակում են պնդել, որ նահանգները պետք է խստորեն հետևեն կանոններին։ Նահանգները իրենց հերթին ասում են, որ սպասում են դատարանի վերջնական խոսքին։ DMV-ները մնում են այս երկու ճնշումների մեջտեղում ու հաճախ ընտրում են ամենախիստ ճանապարհը, որովհետև պետք է մերժել կամ հետաձգել որևէ գործընթաց, որպեսզի հետագայում իրենք պատասխանատվության չենթարկվեն դաշնային մակարդակում կամ դաշնային կանոնները խախտելու համար։ Դատարանն այս փուլում ունի մի քանի հնարավոր ճանապարհ։ Առաջին, այն կարող է ասել, որ դաշնային մարմինը իրավասու է նման խստացումներ մտցնել եւ կանոնը կարող է ուժի մեջ մտնել ամբողջությամբ ու անմիջապես։ Այդ դեպքում առանց green card-ի CDL ստանալը կամ թարմացնելը կդառնա անհնար ամբողջ երկրում։ Բացառությամբ իհարկե հատուկ դեպքերի, դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ սա շատ մանր դեպքեր են։
Երկրորդ տարբերակը դատարանը կարող է ասել, որ կանոնը մասամբ է օրինական, բայց չափազանց կոշտ է որոշ խմբերի համար, ու այս դեպքում կարող է պահանջվել նոր ավելի նուրբ կանոնադրություն կամ կանոնակարգում, օրինակ հստակ տարբերակում օրինական ժամանակավոր կարգավիճակ ունեցողների համար։ Երկրորդ եւ ամենաքիչ հավանական տարբերակը գուցեև չասեի, բայց դատարանը կարող է գտնել, որ կանոնը այս տեսքով չի կարող կիրառվել եւ պետք է վերանայվի ամբողջությամբ, սա կնշանակի վերադարձ նախկին մոտեցմանը կամ կլինի ինչ-որ նոր գործընթացի սկիզբ։ Կարևոր է հասկանալ մեկ բան. ինչ որոշում էլ որ կայացվի, այն չի լինի միայն Կալիֆոռնիայի կամ մի քանի նահանգի համար, քանի որ խոսքը դաշնային կանոնի մասին է, դատարանի վերջնական խոսքը կազդի ամբողջ երկրի վրա։ Այս պահին սակայն ամենակարևոր բառը մնում է նույնը՝ սպասել։ Սպասում են նահանգները, սպասում է DMV-ն, սպասում են վարորդները։ Իսկ սպասման ընթացքում մարդիկ իրականում կորցնում են աշխատանք, եկամուտ ու վստահություն համակարգի նկատմամբ։ Նոյեմբերի 10-ին դատարանը կասեցրել է կանոնը, դեկտեմբերի 3-ին FMCSA-ը ժամանակ է տվել նոր կանոն մշակելու։ Այս տարվա մարտի 3-ին արդեն առաջին պաշտոնական հաշվետվությունը պետք է ներկայացվի դատարանին եւ հաջորդ ամիսներին երկար դատական քննություն։ Սա մոտավորապես նշանակում է չսպասել վաղաժամ պատասխանի, գտնել ժամանակավոր լուծում, գուցե մշտական աշխատանք, եթե ձեր CDL վարորդական իրավունքի ժամկետը մոտենում է ավարտին կամ արդեն ավարտվել է եւ դուք առնվազն չունեք green card կամ կոնկրետ աշխատանքային վիզա։ Ամենաբարդն այն է, որ յուրաքանչյուր կողմ ունի իր դիրքորոշումով փաստարկ եւ բոլորը միաժամանակ ասում են, որ մենք ենք ճիշտը։ Դաշնային իշխանությունները իրենց դիրքորոշումը բոլորիս համար պարզ է, ձևակերպում են նույն կերպ, նրանք առաջնային են համարում անվտանգությունը, նրանք ասում են, եթե համակարգում կամ բացեր, եթե տրվել են կամ ժամկետները խախտվել են սխալ կերպով, ապա դա սպառնալիք է հանրային անվտանգությանը։ Նրանց լեզվով սա օրենքի կիրառում է եւ կարգուկանոնի վերականգնում։ Նահանգները գտնվում են ավելի բարդ դիրքում, դաշնային իշխանությունները սպառնում են 100 միլիոնավոր դոլարների սառեցմամբ, կրճատմամբ, ու նահանգները հիմա հայտնվում են ոչ միայն արտաքին ճնշման տակ, այլ նաեւ ներքին, որովհետեւ միաժամանակ հազարավոր վարորդներ կարող են դուրս մնալ աշխատանքից ու դուրս գալ փողոցնել բողոքի ակցիաներով։ Վարորդների դիրքորոշումը ամենապարզն է, նրանք ասում են մենք օրինական աշխատել ենք, մենք անցել ենք քննությունը, վճարել ենք հարկերը, ապահովագրություն ենք ունեցել, տարիներ շարունակ վարել ենք առանց խախտումների, ու եթե համակարգում սխալ է եղել, ապա մենք ինչ մեղավոր ենք, ինչու է դրա գինը վճարում վարորդը։ Հասարակության ներսում կարծիքը նույնպես բաժանվում է, կան մարդիկ, որոնք ասում են անվտանգությունը պետք է լինի ամենից վեր, բայց կան նաև նրանք, ովքեր հարց են տալիս. Արդյոք անվտանգությունը կարելի է ապահովել մարդկանց մի օրում աշխատանքից զրկելով, եւ արդյոք խնդիրը վարորդների մեջ է։ Մեզ համար, ինձ համար սա ուղիղ ներգաղթային ճնշում է, երբ մարդուն կարող են փակուղու մեջ դնել, որ ուղղակի ինքնական լքի երկիրը։ Եկեք տեսնենք ինչ է սպասվում առաջիկայում, հնարավոր սցենարներ ու ռիսկեր։ Այս փուլում կարևոր բանը հասկանալն է, որ գործընթացը ավարտված չէ, այն գտնվում է շարժման մեջ, առաջիկա ամիսները կարող են իրականում շատ վճռորոշ լինել հազարավոր մարդկանց համար։ Եվ եթե սա երկար շարունակվի ու չլինի հստակ վերջնական որոշում, նահանգները կշարունակեն գործել տարբեր կերպ, DMV-ները կմնան պաշտոնական դիրքորոշման շրջանակում, իսկ վարորդները կշարունակեն ապրել սպասման մեջ կամ գտնեն առանձին աշխատանք։ CDL-ի հարցը հիմա զուտ վարորդական իրավունքի հարց չէ, այն դարձել է աշխատանքի, ներգաղթի, անվտանգության, պետության պատասխանատվության խաչմերուկ։ Մենք շարունակել ենք հետևել այս թեմային, դատարանի որոշումներին, նահանգային քայլերին եւ դրանց իրական ազդեցությանը մարդկանց կյանքում, քանի որ այս պատմության վերջաբանը դեռևս գրված չէ։ Հիշեցնեմ եւս մեկ անգամ, մարտի 3-ին է լինելու առաջին պաշտոնական լսումը, որտեղ պետք է փաստարկներ ներկայացնեն դաշնային մակարդակով, եթե ինչ-որ մի բան փոխվի, կարող է եւ հենց այդ կետից սկսած փոխվի, բայց առայժմ ամեն ինչ նույնն է։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Այսօր իհարկե լուրեր չէի առանձնացրել, բայց շատ կարևոր, կարծում շատ կարևոր թեմայի առանձնացրել խոսելու համար։ Կփորձենք շաբաթ օրերին, կարծում եմ հնարավորության դեպքում 1 կամ 2 անգամ անդրադառնալ տարբեր թեմաների, դուք էլ կարող եք մեկնաբանություններ բաժում թողնել ձեր կարծիքը եւ կամ հարցեր ուղղել, մենք կփորձենք գտնել այդ հարցերի պատասխանները եւ ինչու՞ չէ նաեւ կհրավիրենք մասնագետների, որոնք որ կտան ավելի ստույգ պատասխաններ տվյալ հարցի վերաբերյալ։ Շնորհակալ եմ, որ միջև վերջ դիտեցիք, ամենակարևորը ձեզ լավ հանգստյան օրեր եմ մաղթում, խաղաղ կիրակի, կհանդիպենք երկուշաբթի, առողջ եղեք։